Եթե հանդիպում եք ու առաջի հանդիպման ժամանակ հակառակ սեռը սովորաբար արական սեռն է լինում, չափից շատ ուշադրություն է ձեզ տալիս, անսովոր վարք, շատ ոգևորված, չափից շատ ուշադրություն, ինչ որ նվերներ, ձեզնով տարված է, դուք աշխարհում միակն եք եւ այլն, ապա մեծ հավանականությամբ տվյալ հարաբերության մեջ դուք ունենալու եք խնդիրներ։ Ինչու՞։ Բանն այն է, որ անձը որքան հասուն եւ առողջ է, այդքան կայուն է։ Կայուն է նաեւ սեփական հույզերի մեջ։ Եվ հետեւաբար վերջինս ես ունեմ մի առաջի հանդիպում է օրինակ որևէ աղջկա հետ, ապա ինքը իրեն չի կորցնում, մնում է հուսական կայուն վիճակում, հնարավոր է հակառակ սերը իրեն դուր գա, բայց վերջինս մնում է հուսական կայուն վիճակում, ոչ թե այտենց իրեն բանանում հարկադրում է, որ լուրջ մնա ծանր բայ, ոչ, ընդհանրապես, այլ պարզապես հուսական կայուն վիճակում է։ Հուսական կայուն վիճակում են նույն ժամանակ, երբ ինչ որ դրական բան է տեղանում, իհարկե ուրախանում է եւ այլն, կամ նվեր են տալիս, իհարկե ուրախանում է, բայց կայուն վիճակում է, կտրուկ չի փոխում, անհամեմատ ուժգին հակազդում չի տալիս հուզական։ Իսկ եթե անձը հուզական կայուն չէ, սովորաբար լինում են նևրոտիկ առանձնահատկության մարդիկ, ապա նա կարող է հենց առաջի կամ առաջի մի քանի հանդիպման ժամանակ չափից շատ ոգևորված լինել, չափից շատ ուշադրություն տալ, չափից շատ տարվել մյուս կողմով, տվյալ դեպքում աղջկանով, եւ աղջիկը եթե ունի ուշադրության պակաս, չգիտի ուշադրությունը իրականում առողջ տարբերակը որն է, չունի փորձ, շփման եւ այլն, ապա տարվելու է այդ ամեն ինչով, որովհետեւ իր ինքնագնահատականը բարձրանալու է կտրուկ, որովհետեւ սկսելու է օքսիտոցին արտադրել, դոֆամին արտադրել օրգանիզմը, նա հաճույք է ստանալու, բավականություն է ստանալու, իրեն շատ լավ է զգալու, ինքնագնահատականը բարձրանալու է, որն է խնդիր ընկերներ։ Սա սովորաբար լինում է հուզական ճոճանակի սկիզբը, առաջին փուլը։ Ինչպես ասացի, եթե անձը հասուն կայուն է, նա ունենում է առողջ հարաբերություններ։ Նա չի ունենում նևրոտիկ հարաբերություններ, գազլայթինգ չի անում, մանիպուլյացիա չի անում, կախվածության մեջ չի գցում, ճոճանակ չի անում եւ այլն։ Բայց եթե ունի նևրոտիկ առանձնահատկություն, ապա վերջիններս չեն կարողանում ունենալ առողջ հարաբերություններ։ Նրանք չեն կարողանում ունենալ այն հարաբերությունները, որտեղ կոնֆլիկտ չկա։ Նրանք չեն կարողանում չշփվել առանց կոնֆլիկտի, չշփվել առանց հուզական վայրիվերումների, չեն կարողանում առողջ կայուն շփվել։ Դա իրենց համար անհետաքրքիր է։ Հետևաբար վերջիններս ձգտում են շատ ուժգին հույզերի։ Հետևաբար այդ հույզերը, որպեսզի ուժգին լինի, դրանք պետք է տատանվեն։ Այսինքն բարձրանան իջնեն, որովհետև առավելագույն հաճույք, առավելագույն ադրենալին եւ դոֆամինի արտադրություն լինում է, այդ դոֆամինի հաճույքի արտադրությունը, հաճույքի զգացումը լինում է, երբ կտրուկ փոփոխություն է լինում։ Պատկերացրեք, դուք մեքենան վարում եք 40 կմ/ժ արագություն, դա առանձնապես հաճույք չի պատճառում։ Եթե վարում ես 150 կմ/ժ արագություն, 1 րոպեից դա սովորական բան է լինել, դու չես զգալու։ Առավելագույն ադրենալին արտադրող է եւ առավելագույն քեզ մեծ զգացողություններ տվող է եւ դու կտրուկ ես վարում, կտրուկ արագանում, կտրուկ դադարեցնում, դանդաղում, կտրուկ շրջադարձանում, հետադարձանում եւ այլն։ Այդ կտրուկությունը։ Հիմա նևրոտիկ առանձնահատկության մարդիկ, հատկապես գազլայթեր առանձնահատկության մարդիկ, վերջիններս ու արական սեռի մեջ բավականին հաճախ է պատահում, չնայած իգական սեռի մեջ էլ է պատահում, ինձ այնպիսի դեպքեր են պատմել, որ շատ տղաներ չէին կարողանա այդ աստիճանի վնասակար տոքսիկ ներգործություն ունենան գողակցի վրա։ Այնուամենայնիվ, մեր հասարակությունում իրականում գազլայթերը կամ հուզական ճոճանակի հեղինակը ավելի շատ մեր սեռն է, արական սեռն է։ Հիմա սիրելիներս, վերջինս երբ քո հետ շփվում է այդ հատկապես առաջի հանդիպման ժամանակ շատ էմոցիոնալ, շատ ուշադրություն տալով, դու քեզ զգում ես ամպերի մեջ, դու քեզ զգում ես, որ դու միակն ես աշխարհում, վերջապես գտա նրան, ապա մեծ հավանականությամբ այստեղ կա խնդրեմ։ Ոչ միայն որ հասուն մարդը այդքան ուզական տատանումների մեջ չի ընկնում, այդքան չի պորտկում եւ այլն, այլ նաեւ սա շատ դեպքերում հուզական ճոճանակի սկիզբն է։ Այսինքն հուզական ճոճանակը ըստ իս ամենավտանգավոր մանիպուլյատիվ ազդեցություններից է եւ ամենաէֆեկտիվ ազդեցություններից, որովհետեւ դա չի նկատվում։ Ինչու՞, որովհետեւ անձը սկզբից քեզ վերաբերում է դրական։ Վերաբերում է դրական, դու հաճույք ես ստանում, ինքնագնահատականդ բավարարվում է, բարձրանում է, ինքնագնահատականդ ինքնավստահ ես քեզ զգում, լիարժեք ես զգում, պահանջարկներդ բավարարվում է։ Հետո հաջորդ օրը կապ չկա, կամ հաջորդ օրը ինչ որ անտեսելով է քո հետ շփվում։
Օրինակ, ընդունում ես աշխատանքի, ղեկավարը քեզ ընդունում է, հարցազրույց է անցկացնում եւ այլն, առաջի օր շատ լավ վերաբերում է, դու հասկանում ես, որ դու գնացիր ինչ-որ մի հեքիաթային կազմակերպություն, որտեղ ղեկավարը այդքան անմիջական է, ընդունում ես աշխատանքի, հաջորդ օրը կողքովդ անցնում է, չի էլ տեսնում քեզ։ Ու դու մտածում ես, ինչ արեցի ես, ինչ սխալ եմ արել, որ վերաբերմունքը փոխել է։ Արի իմ մեջ փորփրեմ տեսնեմ, ինչ սխալ է արել, ինչ սխալ եմ արել, վերաբերմունքը վարքս փոխել, որովհետեւ վերաբերմունքը փոխի։ Բայց դա ընդհանրապես մեծ հավանականությամբ հուզական ճոճանակ է։ Դու ոչինչ չես արել, դա ընդհանրապես քեզ կախվածության մեջ գցելու միջոց է, մանիպուլյացիա եւ հոգեչեշման միջոցով։ Հիմա, երբ դուք հանդիպեցիք ու հակառակ սեռը չափազանց ուշադրություն տվեց, արդեն սա պետք է այստեղ ուշադրի լինել, զգոն լինել, մի բան այն չէ, շատ մեծ հավանականությամբ։ Նա նույնիսկ կարող է շատ անկեղծ լինել, բայց նա հուզական անկայուն է, նա չի կարողանալու առողջ հարաբերություններ ունենալ, իր հարաբերությունները մեծ հավանականությամբ այսպես տատանումներով են լինելու։ Ինչ է լինելու առավել մեծ հավանականությամբ։ Դու լավ ես գալու, դու մեծ ոգևորությամբ գնալու ես դու, ու ինչ որ 2 օր կապ չկա, կամ հաջորդ օրը կապի դուրս չի գալիս, ու դու սկսում ես մտածել, ես կարող ինչ որ մի բան սխալ եմ արել, կարող ինչ որ բան այն չի։ Զանգում ես չի պատասխանում, սկզբից ասում ես դե լավ ես չզանգեմ, ինքը կզանգի, հետո զանգում ես չի պատասխանում, համակ ես գրում չի պատասխանում, հետո հաջորդ օրը կամ մի քանի ժամից գրում է ասում է հա ինչ որ անտարբեր ձևով կարծես ինչ որ մի խնդրի մեջ ենք ել, ասում է ինչ որ խնդիր էր առաջացել, դրա համար չկարողացա կապի դուրս գամ, ու դու այդ ժամանակ թեթևության զգացում ես ունենում, բայց հետո նաև կարող է մեղքի զգացում ունենաս, որովհետև այդ ժամանակ իրեն բացասական ինչ որ մտքեր կարող է վերագրած լինես, եւ այլն եւ այլն։ Այս անտարբերությունն է զգում, ինչ որ բան դիսկոմֆորտ է։ Հետևաբար դու կարիք ունես ուր վերադառնալ, կարիք ունես վերադառնալ առաջի հանդիպմանը։ Հետո հաջորդ օրը կամ մյուս օրը կրկին դրական եք այդ շփվում։ Կրկին ուշադրություն է տալիս, ինչ որ նվերներ է տալիս, հարցնում է ինչպես ես եւ այլն եւ այլն։ Դու կրկին քեզ լավ ես զգում, մյուս օրը ինչ որ մի պատճառով սկսում է քեզ քննադատել։ Արդյունքում անընդհատ ինչու է կոչում ճոճանակ, մոտ հերոյ է կատարում։ Իսկ մեր ուղեղը ցանկություն ունի, պահանջ ունի կայունությանը, հստակությանը։ Ուղեղը վնասվում է, այսպես ասած, հյուծվում է անորոշությունից առաջացած ստրեսից մեր ուղեղը հյուծվում է եւ վերջինս ունի հստակության, կայունության անհրաժեշտություն եւ նաեւ ուղեղը չի կարողանում հանդուրժի, ավելի շուտ մեր անգիտակցականը չի կարողանում հանդուրժի անկայուն ինքնագնահատական, թե քեզ ոնց են վերաբերվում։ Մեկ բարձր է, մեկ ցածր եւ այդ իսկ պատճառով անձը ամեն ինչ կարող է անել, որպեսզի այդ շփումը, դրական շփումը լինի հաճախակի, կայուն, վերջնական, որ հստակ լինի, եւ անորոշ չլինի, եւ ինքնագնահատականը տատանումներ չտա, եւ հույզերը տատանումներ չտա։ Այս պատրաստակամությունը, որպեսզի այդպիսին լինի հարաբերությունները, ստիպում է տվյալ անձին գնալ զոհողությունների։ Իր վրա վերցնել մեղքը, խնդիրների լուծելու պարտականությունը, ինքը ինչ որ մի բան այն չի արել, ինքը ավելորդ զիջումների է գնում եւ այլն եւ այլն։ Ու մենք տեսնում ենք անցավ 1-2 շաբաթ ու այդ շատ ռոմանտիկ, շատ հույզեր տվող, դրական վերաբերմունք տվող, ուշադրություն դարձնող անձը դառնում է ինչ որ դիկտատորի, սկսում է քեզ մեղադրել ինչ որ բաներում, սկսում է քեզ պահանջել ինչ որ բաների ու քեզ ասում է զանգում է եւ ցանկանում է հարմար չի լինում դա իրեն չի հետաքրում ասում է ինչ չի հետաքրում պիտի հարմարեցնես ու դու տեսնում ես ինչ որ տոքսիկ հարաբերություն է ցանկացած դեպքում կարելի է հարաբերությունը ընդհատել երբ այն անառողջ է ու քեզ վնասում է բայց կարևորը որն է ընկերներ երբ դու հարաբերություն ես ունենում ու տեսնում ես այդ կա չկա փուլն է որ նա մեկ կա մեկ չկա տաք է սառն է շատ ուշադրություն է տալիս անտարբերություն է տալիս քննադատում է, հետո արժևորում է, այսպիսի տատանում կար։ Որքան հնարավոր է շուտ ընդհատեք հարաբերությունը։ Ոչ միտեղ չի տանում, չտանող հարաբերություն է։ Այսինքն վերջինս կամ դիտավորյալ մանիպուլացնում է քեզ, որովհետև հասկանում է այդ մոտեցումը անցնում է իրեն, այսպես ասած, թանկացնում է, կարևորում է սեփական նշանակությունը, որպեսզի զգացնել տա, որ դու քո ցածր նշանակությունը զգաս իր հետ համեմատ, հետո քեզ մի բանով խրախուսում է, գովում է կամ ինչ-որ նվեր է տալիս, ինքնագնահատականդ վերականգնվում է, ու դու այս ցիկլից կախվածության մեջ ես ընկնում։ Դու մեծ հաշվով ոչ թե կախվածության մեջ ես ընկնում տվյալ տղայից կամ տվյալ կնոջից, դու կախվածության մեջ ես ընկնում այդ դոֆամինային ցիկլից, այսինքն բացասական դրական շփվեց, դու շատ լավ ես քեզ զգում, դոֆամին է արտադրում, բացասական շփվեց, շատ վատ ես քեզ զգում, ու դու կարիք ունես, որպեսզի կրկին դոֆամին արտադրվի, լավ զգաս,
Մի հատ էլ դրական շփվեց, կրկին դոֆամինը։ Ու այսպես քեզ պայմանավորում է, պայմանական ռեֆլեքսի նման ինչ որ բան է ստեղծում։ Որի արդյունքում դու գնում ես կախվածության մեջ։ Այնպես ինձ պահեմ, այնպես անեմ, որպեսզի ինձ վերաբերվի այնպես, որ ես դոֆամինային արտադրություն ունենամ, այսինքն լավ զգամ ինձ։ Դե անձը չգիտի դոֆամին է, դոֆամին չի, ինքը հասկանում է, որ լավ զգա։ Դա նեյրոկենսաբանական աստիճանում է, այդ հումորալ աստիճանում է տեղի ունենում դոֆամինի արտադրություն եւ այլ եւ այլ։ Որքան գիտեմ հումորալ աստիճանում, ֆիզիոլոգիաները ավելի լավ կասեն։ Հետևաբար դու ունենալու ես ոչ միտեղ չտանող հարաբերություն, դու ունենալու ես ինքնագնահատականի մեջ տական անկում, դու ունենալու ես աստիճանաբար իրավիճակի վերահսկողության անկարողություն, մշտապես պարտքի մեղքի զգացում, արդարանալու անհրաժեշտություն, ապացուցելու անհրաժեշտություն։ Ընկերները, սա նայեք, ես չեմ կարող ասել դուրս եկեք այդ հարաբերություններից, այսինքն դա իմ գործը չի, դա իմ պարտականությունը չի, դա իմ իրավունքը չի։ Բայց ես ասում եմ, թե ինչ է լինում։ Նման հարաբերություններում մարդիկ հատկապես հակառակ սեռը ու մանիպուլացնում են, ում ճոճանակի են ենթարկում։ Ավարտվելու է դրանով, որ մեծ հաշվով բաժանվելու են, բայց արդեն վնասված ինքնագնահատականով, ցածր ինքնագնահատականով, ժամանակի կորուստով, ինքնավերաբերմունքի փոփոխությամբ, բացասական ինչ-որ տրավմատիկ փորձով եւ այլն։ Պետք է իմանալ, որ դա ոչ միտեղ չտանող է։ Դուք չեք կարող տվյալ անձին փոխել։ Տվյալ անձը չի փոխվում եւ տվյալ անձը չի ցանկանում փոխվել։ Նա կամ դիտավորյալ է անում որպեսզի, որովհետև գիտի դրանով կարելի է կառավարել, միգուցե նա չգիտի դա ճուճանակի ինչ է, բայց գիտի, որ դրանով կարելի է կառավարել մարդուն։ Կամ դիտավորյալ չի անում, բայց նա նևրոտիկ է, դա իր շփման ձևն է։ Նա չի կարողանում ուրիշ ձևով շփվի, որովհետև այդպես մանկությունից սովորել է։ Որովհետև ծնողները մեկ սիրել են, մեկ չեն սիրել, մեկ կարևորել են, մեկ արժեզրկել են։ Նույնը իր հետ հիմնականում հասարակությունը մասնավորապես ծնողներն են արել։ Եվ նա վերածվել է այդպիսի անձի, նա ինքը առաջին զոհն է։ Բայց հարցն այն է, որ զոհ լինելով ինքը սկսում է վնասել ուրիշներին, այսինքն մնացածին էլ են զոհ դարձնում, որպեսզի ինքը դառնա ագրեսոր եւ այն տրավմատիկ ցավերից ազատվի։ Հետևաբար, երբ նկատում եք այս մոտ հերու տաք սառը փուլերը, իհարկե պետք է իմանալ սա մեծ հավանականությամբ հուզական ճոճանակ է։ Երբ շատ ուշադրություն է դարձնում, հետո ինչ որ կապի դուրս չի գալիս, անկայունություն, անկանոնություն կա։ Ուրեմն այստեղ մի բան այն չէ։ Նաև կանանց շատ օգնում է ինտուիտիվ զգալը, միգուցե տղամարդկանց նույնպես, բայց քանի որ շատ հիմնականում կանայք են զոհ դառնում, այդ իսկ պատճառով, եթե չես հասկանում, բայց ինչ որ մի բան զգում ես, ինչ որ մի բան քեզ ասում է, ինձ դուրս չի գալիս, ես ինձ լավ չեմ զգում, նա հուսալի չի, նա կայուն չի, լսեք ձեր ինտուիցիային։ Ձեր զգացողությունը կարող է այո իսկապես հուշել, որովհետև ձեր գիտակցությունը կարող է չնկատել, դուք շատ ցանկանաք հարաբերություն ունենալ, դուք շատ ցանկանաք այնպիսի հարաբերություն ունենալ, որտեղ ձեզ հենց առաջին հանդիպումից դրական է վերաբերվում, բայց ձեր անգիտակցականը այս կեղծիքները, պատվողները ռուսերեն ասած, շատ լավ հասկանում է, նկատում է ու ինտուիցիայի միջոցով, այսինքն չգիտակցված զգացողության միջոցով, որ նախագիտակցական փուլում է։ Դու չես գիտակցում, բայց դու զգում ես, որ ինչ որ մի բան այն չի, սրանին անվանում ենք ինտուիցիա։ Քեզ անգիտակցական հուշում է, դրա համար պետք է լսել։ Որն է առողջ տարբերակը։ Իհարկե, սկզբից չշփվելն է։ Վերջ, հարաբերությունները ընդհատում եք, ել չեք զարգացնում։ Ոչ թե ես իրեն կփոխեմ, ոչ թե կկարգավորեմ, ոչ թե ես այսպես կպայեմ, չի տանում ոչ միտեղ սովորաբար։ Ինչ պետք է անել, պարզապես շփումը ընդհատել։ Բայց իհարկե վստահ եղեք, որ սա հենց այն է, ինչ ես ասում եմ, այլ ոչ թե բռնեք միանգամից ձեր նոր սկսվող հարաբերությունները ընդհատեք, ասեք, որովհետև հոգեբան Գրիգորի Բադալյանը ասել է, որ երբ կապի դուրս չի գալիս, ընդհատի, որովհետև պետք է պատճառը հասկանաս, միգուցե իսկապես ինչ որ պատճառ կա։ Բայց հուզական ճոճանակի մեջ այդ արհեստականությունը զգում ես, այդ կեղծավորությունը զգում ես, այդ միտումնավորությունը, դիտավորյալությունը դու զգում ես, եւ եթե հասկանում ես, որ այդ դիտավորյալություն կա կամ զգում ես այդ ամեն ինչը, ապա պետք է հստակ նվազագույնը խոսել, որ ինձ դուր չի գալիս, որ մեկ չենք շփվում, ինձ դուր չի գալիս, որ դու շատ բուրն ես շփվում, դրական ես շփվում, հետո ինչ որ անտարբեր ես շփվում, ինձ դուր չի գալիս, որ դու հաճախ խոսում ես, հետո քննադատում ես, ու եթե տեսնում եք շարունակում է, իհարկե իրավունք ունեք ու շատ դեպքերում նպատակահարմար է հրաժարվել այդ հարաբերությունից։ Հիմա սիրելիներ, ես 15 րոպեի ընթացքում պատմեցի հուզական ճոճանակի մասին մի փոքր հատված։ Մենք ունենանք 5-ից 6 ժամ տևողությամբ դասընթաց։
Այստեղ կքննարկենք բոլոր նշանները, տարբերակները, միջոցները, թե ովքեր են մանիպուլացում, ինչ է կատարում քո ինքնագնահատականի հետ, ինչու դու ունես ուշադրության կարիք, ինչու դու ունես կորցնելու վախ, մերժվելու վախ, այդ իսկ պատճառով պատրաստ ես ընկնել հուզական ճոճանակի մեջ։ Եվ ամենակարևորը ինչպես դուրս գալ 3 մարտավարական մեթոդ կառաջարկեմ բազմաթիվ մեթոդիկաներից բաղկացած։ Հավանաբար այսքանը սիրունես, եթե դուք լսեք սա իմանաք սրա մասին, դուք ձեր կյանքի որակը զգալիորեն կարող եք բարձրացնել կամ նվազագույնը կանխարգելել այն բացասական իրադարձությունները ու բացասական շփման փորձերը, որ կարող եք ունենալ։ Տվյալ դասընթացի մասին ես մեկնաբանության մեջ կդնեմ, հողում կկատարեմ, եթե ունեք կարծիք իհարկե կարող եք գրել մեկնաբանության մեջ եւ եթե տեսանյութ հետաքրքիր կարող եք ուղարկել ինչ-որ մեկին կամ պարզապես տարածել, որպեսզի մարդիկ առավել շատ ինֆորմացվեն առողջ եւ անառողջ շփման, հաղորդակցման, վերաբերմունքի, հարաբերությունների տարբերության մասին։ Ձեզ հետ հոգեբան Գրիգորի Բադաջյանն էր։ Լավ եղեք։